Ղևտացիների գիրք, գլուխ 11, մաքուր և անմաքուր անասուններ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ նրանց ասելով. խոսեցեք Իսրայելի որդիների հետ և ասացեք. սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել երկրի վրա եղած բոլոր անասուններից։ Կարող եք ուտել ամեն կչղակը ճեղքած կչղակավոր և որոճացող անասունները, սակայն որոճացողներից և կչղակավորներից հետևյալներին չպետք է ուտեք։ Ուխտին, թեև նա որոճում է, բայց երկկչղակ չէ, նա անմաքուր է ձեզ համար։ Ճագարը, թեև որոճում է, բայց երկկչղակ չէ, այն անմաքուր է ձեզ համար։ Նապաստակը, թեև որոճում է, բայց երկկչղակ չէ, նա անմաքուր է ձեզ համար։ Եվ խոզը, թեև կչղակավոր է և ճեղքված կչղակ ունի, բայց չի որոճում, նա անմաքուր է ձեզ համար։ Դրանց մսից չուտեք և դիակներին չդիպչեք, նրանք անմաքուր են ձեզ համար։ Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանց պետք է ուտեք, բոլոր լողակներ ու թեփուկներ ունեցողներին, որոնք ապրում են ջրերում, ծովերում ու գետակներում, կարող եք ուտել, բայց չուտեք բոլոր նրանց, որ լողակ և թեփուկ չունեն։ Ջրերում, ծովերում ու գետերում շարժվող բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները թող պիղծ լինեն ձեզ համար, ինչպես նաև բոլոր չշարժվող շնչավորները, որ ջրերի մեջ են, պիղծ պետք է լինեն ձեզ համար։ Դրանք պիղծ լինեն ձեզ համար, դրանց մսից չպետք է ուտեք, իսկ դրանց դիերը գարշելի լինեն ձեզ համար։ Ջրերում ինչը լողակ և թեփուկ չունի, ձեզ համար պիղծ պետք է լինի, իսկ թռչունների մեջ սրանցից պետք է գարշեք, սրանք չպետք է ուտվեն։ Պիղծ են արծիվը, պասկուճը և գետարծիվը, անգղը, ցինն իր տեսակով, բոլոր ագռավներն իրենց տեսակով, բուն, որորը, կկուն, բազեն իր տեսակով, հավպատիրը, հողամաղը և քաչքահավը, կարապը, հավալուսը և սև անգղը, արագիլը, քարադրը իր տեսակով, հոպոպը և չղջիկը։ Ամեն մի 4 ոտքի վրա գնացող զեռուն պիղծ թող համարվի ձեզ համար, սակայն բոլոր չորքոտանի թռչող զեռուններից կարող եք ուտել երկրի վրա ոստոտելու համար իրենց ոտքերի վրա ազդր ունեցողներին։ Նրանցից կարող եք ուտել մորեխին իր տեսակով և ջորեակին իր տեսակով, խարագուլին իր տեսակով և օջարմատին իր տեսակով, բայց մնացած բոլոր չորքոտանի թռչող զեռունները պիղծ են ձեզ համար, և սրանցով դուք անմաքուր կլինեք, նրանց դիակին դիպչողները մինչև երեկո անմաքուր համարվեն, և նրանց դիակները վերցնողներն իրենց հագուստները լվանան և մինչև երեկո անմաքուր համարվեն։ Այն բոլոր անասունների դիակները, որ կչղակավոր են, բայց կչղակը ճեղքված չէ և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար, նրանց դիպչողն անմաքուր կլինի։ Եվ բոլոր չորքոտանի անասուններից իրենց թաթերի վրա քայլողները բոլորը անմաքուր են ձեզ համար, նրանց դիակներին դիպչողը մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ նրանց դիակները վերցնողն իր հանդերձանքը պետք է լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի, դրանք անմաքուր են ձեզ համար։ Երկրի վրա սողացող սողունների մեջ սրանք էլ անմաքուր են ձեզ համար՝ աքիսը, առնետը և կրիան իրենց տեսակներով, կզաքիսը, քամելիոնը, մողեսը, խխունջը և խլուրդը։ Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են, սրանց դիակին դիպչողը մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ այն ամեն ինչի վրա, որ նրանց դիակն ընկնի, լինի դա փայտե աման, կամ հանդերձ, կամ մուշտակ, կամ քուրձ, ամեն մի գործածական աման, անմաքուր թող համարվի, պետք է այն ջուրը գցվի և մինչև երեկո անմաքուր համարվի, իսկ հետո արդեն մաքուր կլինի։ Եվ եթե դրանցից մի բան ընկնի հողի ամանի մեջ, դրա մեջ եղած ամեն բան անմաքուր կլինի, և այդ ամանը պետք է կոտրեք։ Ամեն մի ուտելիք, որի վրա հանկարծ այդ ջրից ցայտի, անմաքուր կլինի, նույնպես և ամեն այդպիսի ամանի մեջ եղած խմիչք անմաքուր կլինի, և ամեն բան, որի վրա սրանց դիակն ընկնի, անմաքուր կլինի։ Թոնիր լինի, թե կաթսա, պետք է կոտրվեն։ Սրանք անմաքուր են և ձեզ համար անմաքուր են լինելու։ Բայց աղբյուրը և հորը, որտեղ շատ ջուր կա, մաքուր պետք է համարվի, սակայն ինչ դրանց դիակին դիպչի, անմաքուր կլինի։ Եվ եթե նրանց դիակը սերմացուի վրա ընկնի, մաքուր է, բայց եթե ջրից սերմի վրա թափված լինի և դրա վրա ընկնի նրանց դիակը, այն ձեզ համար անմաքուր կլինի։ Եվ եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի, և դրա դիակից ուտողն իր հագուստը պետք է լվանա և մինչև երեկո անմաքուր լինի։ Դրա դիակը վերցնողն իր հագուստը պետք է լվանա և մինչև երեկո անմաքուր լինի։ Երկրի վրա սողացող ամեն սողուն պիղծ է, չպետք է ուտվի։ Երկրի վրա սողացողներից բոլոր նրանց,
որ փորձող են տալիս կամ չորքոտանիներին, նաև բազմոտանիներին չուտեք, որովհետև դրանք պիղծ են։ Ձեր անձերը չպղծեք ոչ մի սողունով եւ դրանցով չպղծվեք եւ դրանցով անմաքուր չդառնաք, որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը, ուրեմն սրբեցեք ձեր անձերը եւ սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ, եւ չպղծեք ձեր անձերը երկրի վրա որևէ սողունով, քանի որ ես եմ Տերը, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանեցի, որ ձեր Աստվածը լինեմ, եւ դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։ Սա է անասունների եւ թռչունների եւ ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիների եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների օրենքը։ Անմաքուրի եւ մաքուրի մեջ եւ ուտելու անասունի եւ չուտվելու անասունի միջև տարբերություն դնելու համար։